Արա ձեզ ձեզ շենքը չենք նկարում, մենք մեզ շատ բարի, լայվ չի, նկարում եմ իմ համար, լավ ինչը չի կարելի, բայց որ ասել կողը փռելը չի կարելի Մեկնաբանեք ինչը չի կարելի, իմանանք ինչը չի կարելի նկարել Բարի Այս պահին գտնվում ենք ԱԱԾ-ի շենքի դիմաց Կարեն Քյուփելյանը ակցիա է իրականացնում Պարոն Ձերժինսկին է և լյուստրացիա ենք պահանջում Բարը ձեզ Շատ բարի, շնորհակալություն Մեկնաբանություն ունեք, պարոն Քյուփելյան Այս ակցիան նվիրված է ամսի 10 դեկտեմբերի 20-ն է, որը նշվում է KGB-ի օրը, Ֆելիքս Ձերժինսկու հիմնադրած հիմնարկի, որը մեր երկրում ինքը մինչև հիմա դա ակտուալ իրականություն է, ինքը հանդիսանում է ռուսական KGB-ի գրասենյակը, այլ ոչ թե Եվ հիմա և ակցիայի նպատակն է լյուստրացիան, ինքը անվանում է լյուստրացիա, որով տեղի պետք է ունենա անպայման այդ բարեփոխումները, առանց այդ լյուստրացիայի չի լինելու Հայաստանի անկախություն և ինքնիշխանություն։ Այդ լյուստրացիայի շնորհիվ տեղի ունենալու ամբողջ իրականությունը։ Երկար տարիներ ԱԱԾ-ն ինչով է զբաղված եղել, տվյալ օրվա իշխանության քմահաճույքները բավարարելով, կրնիկ օլիգարխիկ համակարգի շահերի սպասարկում, տնտեսական ֆինանսական և այլն զբաղվել է ներքին հարցերով, կեղեքումով, վաշխառությամբ և նմանատիպ գործողություններով։ Սա միակ երկը դառնում է գտնում, որը պետք է տեղի ունենա միայն լյուստրացիա։ Եվ զարմանալի է, որ այսօր մեր իշխանությունները սպաներին ուղարկում են Ռուսաստան վերապատրաստելու ՖՍԲ-ի ակադեմիայում։ Այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ տեղի չի ունենում այդ լյուստրացիան, այսինքն և քաղաքական, և ռազմական, և տնտեսական, և բոլոր ճյուղերը, որ այս հիմնարկը իր մետաստազներով տարածված է մեր պետության մեջ, ինքը կարիք ունի այդ լյուստրացիայի առաջնահերթ կարգի։ Ասեմ, երբ որ ռուսները իրանց ամբողջ ակտիվները տարան խորհրդային խնդրումից հետո, այս 30 տարվանից ավել ժամանակահատվածում ոչ մի քայլ չի արվել, իրանք կատարել են ամբողջ հետագիծը ռուսական շահերի պաշտպանությունը մեր պետության մեջ։ Այսինքն քաղաքական բոլոր բաները իրանց հաճախորդներն են իրանց, ոչ մի բանը չեն տալիս, և մյուս կողմը և այս կողմը։
Հաճանակ կահացն երեք մի փաստաթուղթ հրապարակեց, մի կողմ թողնելով այդ փաստաթուղթի վիճահարից դիմելը եւ շատ այլ հարցեր, բայց այնուհանդերձ դա չի նշանակում, որ եթե կապվածություն ունենային ռուսական հատուկ ծառայություններից այդ փաստաթուղթը չէ։ Նույն ձևի եղել է դրոյի գործը Լևոն Տեր-Պետրոսյանի դաշնակցություն հակամարտության, հանկարծ ռուսները տակից տալիս են այս կամ այն կողմին կամ իրենց մյուս կողմին, այսպես ասած, փուռն են տալի մյուսի հաղթանակի ակնկալիքով, այսինքն իրանք երկու կողմիներ մանիպուլացնում են։ Դա հենց մենակ դրա մեջ է կայանում, ոչ թե նրա համար, որ եթե լուսաբանում են, թող բոլորը լուսաբանում, ոչ թե այն ինչ որ հաճա այսօրվա իշխանության։ Հիմա ձեր ակնկալիք այս ակցիայով Լյուստրացիա, միանշանակ արմատական բարեփոխումներ։ Նայեք, ասեք, ես 5 տարի կյանքի 20 տարուց ավել ժամանակատոցում զբաղվել եմ բիզնեսով, միլիոններով փող եմ աշխատել, ինձ կեղեքել է։ Հարցը բարձրացել է, գնացել է դատական համակարգով եւ բավականին վերջերս նոյեմբերի 25-ին ինձ 200,000 դրամ բարական փոխհատուցում են տվել Հայաստանի հարկատուների հաշվին, բայց ոչ ոք չի պատժվել, ոչ ոք պատասխանատվություն չի կրել։ Այսօր այդ հանցագործները այստեղ աշխատում են։ Այսօր մեր պետության հաշվին մենք պահում ենք քաղցկեղ։ Այդ քաղցկեղը պետքա քիմիայի ենթարկվի, ճառագայթման, չգիտեմ, լյուստրացիայի, որը որ պետքա փոփոխի մենք։ Բայց հիմա կարծեք ներկայիս գործող տնօրենը Շահբանի չի սովորել, եթե չեմ սխալվում։ Կապ չունի, ինքը միջև չլինի արմատական փոփոխություն, ով որ մտավ, ես էլ դուք որևէ մեկը մտնի այս համակարգ, ինքը լինելու այդ համակարգի աշխատողը, գործիքը, ինքը չի լինելու անկախ ինչ-որ բան, դա պետք է լինի քաղաքական որոշում, քաղաքական հենց այն օրը, որը որոշվեց քաղաքական որոշում կայացավ լյուստրացիա այս քաղցկեղի, այդ օրվանից սկսել է իրական անկախությունը Հայաստանի։ Այստեղ 3 լեզվով է գրված է անգլերեն, լատիներեն եւ հայերեն։ Պատրված դիմակներ եւ Զիբիլի ամանի մեջ Ֆելիքս Ձերժինսկու, որ իրենց հոգե հապահայդիկն է համարում։ Եթե չեմ սխալվում, Ձերժինսկու ակցիանը մինչև հիմա կա Ես ինչքանին շատ են տարբերել, ես միշտ տեսել եմ իրանց կաբինետներում նկարները։ Զարմանալու բան չկա, իրանց հայդիկն է։ Իրանք միշտ հպարտանում են, որ այդ հիմնարկումն է, դա ինքն է ստեղծել։ Ինչքան էլ բացատրում ես, որ ցանկացած պետություն կունենա իր հատուկ ծառայությունները, այնուամենայնիվ իրանք մենտալիտետով, աշխարհայացքով եւ բանով չեն ընդհանրապես կապ չունեն Հայաստանի պետության երկրի հետ։ Կանխыз մալան դուք կասեք